մենք գտնում ենք Լոռիբերդի մեծ բաղնիքի մոտ։ Երկու բաղնիքները մեկ մրցույթով են հայտարարվել եւ երկուսի նախագիծն էլ իրականացրել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։ Այս բաղնիքը, քանի որ գրեթե ամբողջությամբ պահպանված էր եւ վերականգնման աշխատանքներով ամբողջացվեց, կարելի է ներսից եւ դրսից տեսնել իր նախաստեղծ վիճակը։ Իսկ երկրորդ բաղնիքի վերաբերյալ ամրակայունման աշխատանքներ են հիմնականում նախատեսված, գիտական տվյալները բավարար չէին ամբողջական վերականգնման։ Երկուսին միասին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հատկացրել է մոտ 136 միլիոն դրամի գումար։ Փոքր բաղնիքում նախատեսված են մասնակի վերականգնման եւ ամրակայունման աշխատանքներ։ Ինչպես նաև ամրակայումից հետո կարիք կա, որ կառույցը բնականաբար պահպանվի եւ իր ամբողջության մեջ ընկալվի, քանի որ այստեղ նախատեսված չեն ծածկեր, նախագծով որոշում կայացվեց ուղղակի մետաղական կոնստրուկցիայով ծածկ կազմակերպել եւ դրանով այն զերծ կպահենք բնակլիմայական տարբեր տեսակի ազդեցություններից։ Այստեղ պեղումներ էին արել վերականգնման նախագծի շրջանակներում 2023 թվականին, աշխատել ենք նաև 24 թվականին եւ բացվել էր հիմնական կառույցը, բայց ընդամենը ամիսներ առաջ կոնստրուկցիաները տեղադրելու նպատակով լրացուցիչ պեղումների անհրաժեշտություն առաջացավ։ Այստեղ դուք տեսնում եք հատակը, այնպիսին ինչպիսին եղել է, այստեղ որևէ միջամտություն չի արվել եւ դուք տեսնում եք կենտրոնում այս բացվածքը, որտեղից ջուրը լցվել է այս ջրավազանի մեջ։ Եվ անկյունում նկատում եք եւս մեկ անցք, որով ջուրը հեռացել է, այսինքն ջրահեռացման համակարգն է, որով ջուրը հոսել է դեպի կիրճը։ Սրանք արդեն պեղումներից հետո ամրակայված հիպոկաուստ համակարգի համար նախատեսված սյուներն են, որոնց վրա եղել է սալահատակ եւ շատ հայտնի է ընդհանրապես անտիկ աշխարհում։ Դրանից հետո նաեւ տեսնում եք նաեւ զարգացած միջնադարում մեզանում պեղումներից հետո բացված իրավիճակը թույլ է տվել ամրակայելու եւ լրացնելու պակասող քարերը, հիմա ամբողջական վիճակում է։ Այսքանով այստեղ բավարարվելու է եւ արվելու է ծածկ։ Ենթադրաբար հենց այստեղից էլ հոսել է տաք ջուրը, որը ջեռուցել է բաղնիքը տաք միջավայր ապահովել։ Ոչ միայն այս երեսի հատվածներում է արվում անհրաժեշտ ամրակայում, այլ հիմնականում կիրը ներարկվում է բատերի մեջ։ Տեսակետներ են նաև հնչել, թե ինչով է պայմանավորված երկու բաղնիքի առկայությունը։ Ենթադրվել է, որ այս փոքր բաղնիքը իր դիրքով, իր այսպես վայելուչ տեսարաններով եւ իր հնագիտական գտածոներով նաև, որոնք թույլ են տալիս ամրապնդելու հավանաբար այս կարծիքը, սա ըստ ամենայնի ավելի բարձրաշխարհիկ կամ հատուկ դասի համար նախատեսված բաղնիք է եղել, մասնագիտական գրականության մեջ պայմանական նաև ստացել է արքայական բաղնիք անվանումը։ Մյուս բաղնիքը ենթադրաբար քաղաքի մյուս բնակիչների համար է ծառայել։ Տարբեր կառույցներում տեսնում ենք խողովակներ, որոնք անցնում են ստորգետնյա համակարգով, անցնում են պատերի միջով։ Այս էլ համակարգի, այսինքն ավազանը սնուցող ջրատար խողովակի մի հատված է, որը բացվել է պեղումների արդյունքում։ Ամբողջությամբ սալարկվելու է այն բոլոր հատվածներում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա։ Հիմնականում մենք ձգտում ենք պահպանել այն, ինչ որ արդեն կա, իսկ նրանք, որոնք խիստ վնասված են եւ հնարավոր է նաեւ հետագայում դուրս գան, քայլելու ընթացքում փոխարինվելու են նոր սալիկներով։